Շուրջ մեկ ամիս քաղաքական ուժերը պայքարեցին իմ եւ ձեր քվեի համար։ Այսօր վերջիններս լռում են եւ հետեւությունները կանում դուք։ Իսկ մինչ այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացնում են ընտրատեղամասերի կահավորման աշխատանքները։ Սրա վրա գրված ձեր տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները։ Ստուգում եք նորից, եթե որևէ մեկինը սխալվել եք, բացակայում եք, հաստատ թող չեք ներկայացրել։ Ստուգումից հետո վաղը երբ գույքը վերադարձում եք այս ցուցակը եւս բաց տվյալները լրացնելու բարձր։ Շիրակի մարզում հունիսի 7-ի համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով մարզում ընտրելու իրավունք ունի 209,519 քաղաքացի։ Մարզի 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում այսօր իրականացվում է ընտրական գույքի բաշխումն ու տեղամասերի կահավորման գործընթացը, որը պետք է ավարտվի մինչև կեսգիշեր։ Ասոցնձվող դրոշմանիշները հաշվարկում կոնկրետ տվյալ տեղամասի նախագահան անձամբ է հաշվարկում նայում, որպեսզի որևէ խոտան, որևէ պակաս թվաքանակ չլինի այն ստացականի հետ համեմատում, որի վրա ողջ թվաքանակը գրված է, առանձին ողջ այդ գույքի թվաքանակը տվյալ ստացականների վրա գրված են, այնուհետև ստանում են սարքերը, որից հետո մոտենում են ողջ գույքը ստացականների քվեաթերթիկներ։ Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսիա Կիրակոսյանի խոսքով քվեաթերթիկներն ու ծրարները տրամադրվում են ընտրողների թվից 5%-ով ավելի, սակայն ոչ պակաս քան 10 հավելյալ օրինակով։ Քվեաթերթիկները տրամադրվում են ընտրողների թվականակից ավել 5%-ով, բայց ոչ պակաս քան 10 հատով ավել, նույնը ծրարներին է վերաբերում, դրանից բացի մենք պաստառներ ենք տրամադրում, քաղվածքների օրինակներ ենք տրամադրում ենք գրենական պիտույքներ։ Տեղամասերը ստանում են նաև բրալյան կաղապարներ տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Այս տարի նաև գեղեցիկ նվերներ կանեն քաղաքացիների համար, ովքեր առաջին անգամ ընտրելու են այս տարի, իհարկե խոսքը 2008 թվականի հունվարի 1-ից ծնված ընտրողների համար է։ Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահները հերթով մտնում են ընտրատարածք ու ստանում կահավորման համար անհրաժեշտ գույքը։ Ստացել եմ արդեն գույքը, պիտի հիմա գնանք ոստիկանների ուղեկցությամբ, որպեսզի մենք կարողանանք կահավորենք մեր տեղամասը։ Ունեմ 664 ընտրող, քանի որ 600-ից ավել է ընտրողների թիվը, մենք ստացել ենք 2 խցիկ, իսկ նաև ունենք տեսախցիկ, այդ եւս կախված է մեր ամբողջ ընտրական process-ը գործընթացը սկսած հիմիկվանից արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքով կարող են հետևել եւ կահավորմանը, եւ մեր վարած նիստերին, եւ ամբողջ ընտրական այդ վաղվա process-ին ամբողջությամբ հաշվարկից սկսած վերջացրած արձանագրություններով ամեն ինչով։ Ընտրատեղամասերում հանձնաժողովը նիստը կսկսի հունիսի 7-ի առավոտյան ժամը 7-ից, իսկ քվեարկության համար դրանք բաց կլինեն առավոտյան 8-ից մինչև երեկոյան 20:00-ն։ Այսպիսով Շիրակի մարզի բոլոր 220 ընտրատեղամասերում նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, իսկ ընտրական հանձնաժողովները վստահեցնում են, որ պատրաստ են ապահովել ընտրական գործընթացի բնականon եւ օրենքին համապատասխան անցկացումը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։